Փառք մեր Հիսուսին, եղբայրներ քրեր։ Մեր մեջ Հիսուսը այսօր ներկա է եւ իր ձեռքերը այսօր եւ խոսքը ուղղված են մեզ բոլորիս։ Եթե ինչ-որ մի փառավոր մարդ մեր հետ ուզում է խոսալ, մենք ասում ենք վրես ուշադրություն է դնում։ Ուրախանում ենք, չէ՞ դրանով։ Իսկ այսօր անձամբ Աստված ձեր վրա ուշադրություն է դնում։ Ուրախ եք։ Թող իր փառք իջնի մեր բոլորիս վրա, եղբայրներ քրեր։ Դրանով մենք երջանիկ ենք, դրանով ուրախացած ենք եւ մխիթարված, Տերը փառավորվի։ Հիշեցնում եմ շատ ծանոթ մի համար Սուրբ գրքից եւ սա կլինի մեր նախաբանը եւ կլինի մեր այսօրվա գլխավոր նյութը։ Ավետարան Մատթեոսի 28 գլուխ 20 համարի 2-րդ մասը։ Եվ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը, ամեն։ Այս խոսքերը արձագանքեց Քրիստոսը աշակերտների համար։ Ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը։ Սա նշանակում է, որ ոչ մի օր չի լինի, եղբայրներ քուրեր, ամբողջ պատմության մեջ, երբ որ Աստված մեզ թողնի։ Ուրախ ենք դրանով թե ոչ։ Ուր որ լինենք, ինչ վիճակի մեջ որ լինենք, նրա հայացքը մեր վրա է։ Նա գիտի մեր ամեն մի ցավը, մեր խնդիրը, նա գիտի մեր մազերի քանակը, գրված այդպես։ Նա գիտի անգամ երբ որ դու խորը շունչ ես քաշում, ինչ որ խնդրից ելնելով, նա ամեն բան գիտի։ Այդպեսի գերազանց Աստված ունենք, եղբայրներ քրեր։ Եվ այս խոստումը ունի մեծ զորություն մեր համար ամեն օր։ Չէ՞ որ մեր օրերը ոչ թե միայն պաշտամունքի տեղն են անցնում, չէ՞ որ մեր ոչ թե միայն մեր հանգստության մեջ, մեր լավ տներում են անցնում, այլ նաև մեր օրերը անցնում են փոթորիկների մեջով, լինում է որ մահվան շուքի մեջով ենք անցնում, եղբայրներ քրեր, լինում է որ անցնում ենք տարբեր նեղություններով, եւ Տերը չի ասում, դու չես տեսնի նեղություն, տենց բան գրված չկա։ Նա չի ասում, որ դու չես տեսնի խնդրեմ քո կյանքիդ մեջ։ Նա չի ասում, որ դու երբեք չես հանդիպի դժվարությունների կամ տարբեր վիճակների, բայց նա ասում է, ես քո հետ եմ ամեն օր։ Ալելույա։ Լաց ես լինում նա քո հետ է, խորը շունչ ես քաշում նա քո հետ է, հիվանդանոցում ես նա քո հետ է, ուրախության տեղ ես նույնպես քո հետ է։ Սա կարևոր է հիշել, եղբայրներ քուրեր։ Եվ մեր երկրորդ հարցն է այսօր մեր համար ինչ կարևորություն ունի Աստծո ներկայությունը։ Սա լուրջ հարց է, հայտնես չեմ տալիս այս հարցը։ Կարևոր է արդյոք անձամբ իմ համար եւ քո համար Աստված քո հետ է։ Եթե կարևոր է, ուրեմն մեր վարքը ամբողջովին փոխվում է, գիտեք։ Մեր խոսքը ամբողջովին փոխվում է, մեր վերաբերմունքը մարդկանց ամբողջովին փոխվում է, որովհետև ես միշտ հիշում եմ, նա իմ հետ է։ Տեսեք, երբ որ մենք այսպես պարկեշտ նստած ենք պաշտամունքում, ասում ենք, այո, Աստված մեր հետ է։ Բայց երբ որ ջղայնանում ենք, չենք մտածում, որ Աստված մեր հետ է։ Մոռանում ենք, չէ՞ ժամանակ, որ Աստված մեր հետ է։ Երբ որ ուզում ենք մարդուն վիրավորենք, այդ վաղտեն ենք մոռանում, որ Աստվածը մեր հետ է, չէ՞։ Կամ ցավոք սրտի մեն հոգևորները անգամ կռիվ են անում, դայլատեղ ունենում, իրար անպատվում են, այդ ժամանակ չեն հիշում, որ Աստված իրանց հետ է։ Սա լուրջ բան է, եղբայրներ քրեր։ Մենք միշտ ուզում ենք, որ Աստված մեզ առաջնորդի, մեզ օրհնի, եւ ասում ենք, թող այդպես լինի միշտ։ Բայց երբ որ մեր սրտի ուզածն ենք առաջ բրդում, այդ ժամանակ արդեն մոռանում ենք։ Ասում ենք ես եմ, իմ ուզածը պետք է լինի, իմ ասածը պետք է լինի, իմ խոսքը պետք է առաջինը, իմ խոսքը պետք է անցնի, բա մոռացար, որ Աստված քո հետ է։ Ուրեմն մեր հարցն այսօր, կարևոր ես դու գտնում եւ ես կարևոր եմ գտնում արդյոք Աստծո ներկայությունը իմ հետ։ Եթե շատ, ուրեմն սա պետք է լինի միշտ, ամեն օր եւ ամեն վիճակի մեջ։ Երկրորդ կարևոր միտքը, որ մենք ուզում ենք այսօր շոշափել, եղբայրներ քուրեր, ինչ է նշանակում Տիրոջ ներկայությունը մեր կյանքում։ Ինչ է դա նշանակում։ Սա նշանակում է, եղբայրներ քուրեր, որ Աստված պատրաստ է լուծել քո բոլոր խնդիրները։ Նա պատրաստ է։ Սա նշանակում է, որ Աստված քեզ ամեն տեղ կպաշտպանի։ Հիշում եք, երբ որ Աստված կանչեց Աբրահամին իր հոր տնից եւ ասեց՝ դուրս արի քո հոր տնից։ Եթե հիշենք ինչ վիճակի մեջ էր գտնվում Աբրահամը, նա ապրում էր շատ հարուստ եւ զարգացած քաղաքում, նա ուներ շատ մեծ հարստություն, իսկ իր հայրը ավելի մեծ հարստություն ուներ,
Եվ կարծես այդ գերազանց վիճակի մեջ ինչ միտք ուներ դուրս գալ այդտեղից։ Բայց Աստված դուրս հանեց Աբրահամին, ասելով ես քեզ հետ կլինեմ, ես քեզ կպահեմ Աբրահամ։ Եվ գրված է նա դուրս եկավ չիմանալով ուր պիտի գնա։ Բայց Աստված խոսք է տվել, որ ես քեզ հետ եմ։ Ուրեմն տեսեք, Աբրահամի համար ավելի կարևոր էր Աստծո ներկայություն իր կյանքում, անգամ անապատի մեջ, քան առանց Աստված լինի հարուստ եւ գերազանց իրավիճակի մեջ։ Եվ նա ընտրեց Տիրոջ ներկայությունը։ Երբևէ Աստված նրան մատնեց եղբայրներ քրեր։ Ոչ։ Աստված ամենտեղ իր հետ էր։ Եվ մենք տեսնում ենք նա անցավ տարբեր փորձանքների մեջով, տարբեր փոթորիկների մեջով։ Անկամ եկավ այն դժվար օրը, երբ Ղովտը ասեց. ես ուզում եմ գնամ այն հարուստ երկիրը։ Աբրահամը ինչ ասեց։ Չխայնացավ, նեղվեց, ասեց դու քո փոքր հալով քեզ մարդ եմ դարձրել, այսքան օգնել եմ քեզ, հիմա քո պատճառով պետք է մնամ այս անապատում, իսկ դու պետք է գնաս վայելես այն նավ երկիրը։ Մենք այդպես կասենք եղբայրներ քրեր։ Բայց Աբրահամի համար դա նշանակություն չուներ, որովհետև Աստված իր հետ էր։ Նա գիտեր ինչ է նշանակում Աստված քո հետ է։ Անապատում էլ կհարստանաս, իսկ Ղովտը հարուստ քաղաքում աղքատացավ։ Հազիվ մենակ իրան փրկեց ընդեղից եղբայրներ քրեր, կորած վիճակի մեջ։ Աստված քո հետ է։ Սա մեծ հարստություն է։ Այն մարդը, որը ճաշակում Աստծո ներկայությունը կյանքի մեջ, նա երբեք չի նեղվում։ Կարող էր անգամ անփաթվեն, բանը տեղ չի դնում։ Ինչու՞։ Որտեւ Աստված իր հետ է։ Դրանից ավել ինչ կարելի է գտնել։ Երբ որ միտեղ անգամ իր սրտով չեն ասում, միտեղ մի բան էլ կարող է կորցնել, զիջել, բայց նա հանգիստ է։ Ինչու՞։ Աստված իր հետ է։ Դրա մեջ նա ունի ամեն ինչ։ Ալելույա։ Տերը փառավորվի եղբայրներ քրեր։ Մեր մյուս հարցը, որը կարևոր է այսօր պետք է դնենք, ինչպես կետ մեր ճանապարհի ընթացքում, արդյոք մարդիկ նկատում են, որ Աստված մեր հետ է։ Երևելի է Աստծո ներկայությունը մեր հետ, թե ոչ։ Երևելի է։ Հիշում եք, երբ որ Հակոբը դուրս եկավ իր հոր տնից, Աստված ասեց ես քեզ հետ կլինեմ Հակոբ։ Հիշում եք երազը որ տեսավ։ Ես քեզ հետ կլինեմ, ուր որ գնաս, եւ կպահեմ քեզ միջև որ քեզ վերադարձնեմ քո հոր երկիրը եւ կտամ այդ երկիրը քեզ։ Աստծո խոստմունքները եղբայրներ քրեր այս իրավիճակի մեջ կարծես հեքիաթային էին, որտեվ Հակոբ ով էր։ Հոր տնից փախչող, եղբոր երեսից փախչող, աղքատ, թույլ, նվազ անձնավորություն։ Ոնց ինքը պետք է հաղթեր Եսավին, ոնց պետք է այդ ճանապարհները անցներ, բայց Աստված խոսք տվեց, ասելով ես քեզ հետ եմ։ Սա գլխավոր բանալին է մեր կյանքի եղբայրներ քրեր, որ Աստված մեր հետ է։ Կապ չունի ինչ ճանապարհներով, ինչ փոթորիկներով կարող է քո ընթացքը լինի, Աստված քո հետ է։ Երբեք մի զարհուրի։ Մի ասա վայ ոնց կլինի սա, վայ ոնց կլինի նա։ Մի քուրիկ զանգել եմ, ոնց ես քուրիկ ջան։ Այդ տարիքով արդեն քուրիկա շատ բաներ տեսեք կյանքի մեջ, վայ եղբայր ջան տկար եմ, վայ եղբայր ջան արդեն հույս չունեմ, վայ եղբայր ջան, վայ։ Հա, մի խոսքով մի քանի րոպե խոսեցինք, զրուցեցինք, Աստծո խոսքից խլերուցեցինք, ասացի քուրիկ ջան դու փրկություն ունես, այո ունեմ։ Հիսուսը քո մեղքերը ամբողջովին ոչնչացրել, ասում այո։ Ասում եմ երկինքը բացել է քո համար, այո։ Հավիտենական կյանքը խոսք տվել է քեզ, այո։ Ինչ ես կարծում Հիսուս իր խոստացածը կատարի թե կարող է փոխի։ Ասում կկատարի։ Հիմա դու սուրբ ես, այո, բայց ինչ է քեզ պետք։ Վայ ասում եղբայր, ինչ լավ էր զանգեցիր ինձ, հիմա ուրախացել եմ արդեն։ Տեսեք, ինչ փոխվեց, ոչ մի բան չփոխվեց, գաղափարը փոխվեց։ Մարդ գիտակցեց, որ Աստված իր հետ է։ Շատ անգամ մենք ընկնում ենք, գիտեք, sense սուտ հալակների մեջ, որը Սատանան պատրաստել է ձեր համար։ Նա առավոտյան հենց զարթում եք, արդեն սկսում է փսփսալ ձեր ականջին։ Բայց դու գիտես ինչքան խնդրեմ ունես այսօր։ Բայց դու գիտես
Այս հարցը չի լուծված, այն հարցը չի լուծված, հələ նաև քո վրա հալել չկա, փողել չունես ձեռդ, այն քո ընկերն էլ քեզ անցել է թեքել, այն բարեկամդ էլ քո հետ չուզում ընկերություն անի, եւ կարծես սա ճիշտ է ասում եղբայրներ քույրեր, բոլորը ճիշտ է ասում, բայց նա երբեք չի ասում, բայց Աստված քո հետ է, դա չի ասում։ Իսկ սա մեր բանալին է, Աստված քո հետ է։ Հիմա ինչին ավելի շատ ուշադրություն դնենք, մեր առօրյա խնդիրներին, թե Տիրոջ ներկայությունը մեր հետ։ Որն ենք ընտրում, առաջինը թե երկրորդը։ Երկրորդը, Տերը փառավորվի։ Եվ մենք շարունակում ենք եղբայրներ քույրեր, երբ որ մենք քննում ենք Հովսեփի ճանապարհը, մենք տեսնում ենք, որ նա 17 տարեկան հասակում ապրեց շատ ծանր իրադարձություն իրենց կյանքում, շատ ծանր։ Ինչու՞մն էր դա։ Հարազատ եղբայրները, որոնց նա սիրում էր ամբողջ սրտով, ուտելիք էր բերել եղբայրները, մեծ աղբերներն են, ուզում էր գար, ծառայեր իրանց, ուրախանում էր իր աղբերներով, իսկ ես աղբերները բռնեն, ես ինչ արեն այս խիղճի գլխին, անգամ ուզում են սպանեն, լավա հազիվ մեկ ասես չի, այ մարդ կոնե երգեք ծախենք, հեշտ էր տանելը դա եղբայրներ, քույրեր, հեշտ էր տանելը, դա անչափ ծանր գործ էր, անչափ ծանր, այն էլ 17 տարեկան երիտասարդի համար, որ ոչ կյանքի փորձ ունի, ոչ մի բան չունի, բայց հայրը իրեն սովորացրել էր, որ Աստված քո հետ պիտի լինի։ Այսօր հայրեր եւ մայրեր սովորացրեք ձեր զավակներին, որ Աստված իրանց հետ է։ Սա կարևոր հարստություն է։ Այնքան կարևոր չի, որ քո տղայի կամ աղջկա համար բանկում մեծ գումարներ դնես, դա այնքան էլ կարևոր չի, բայց սովորացրու Աստված իր հետ է։ Կարևոր չի քո տղեն դառնա եսի ինչ փառավոր մարդ, բայց կարևորը որ նա իմանա Աստված իր հետ է։ Եվ Աստված իրան կանցկացնի ամեն ճանապարհներով կպաշտպանի եւ անվտանգ կսարքի, Տեր օրհնի։ Եվ մենք տեսնում ենք Հովսեփը ընկավ տարբեր փորձանքների մեջով, փորձանքներով եւ նկատեցին Աստված իր հետ է։ Արդեն ընկեր էր բանդ, էլի պիտի ասեր Տեր Աստված, այսքան արդար ապրելուց դեմ ինձ բանդ են գցել։ Իմ մեղքը ինչու՞մն է Տեր Աստված։ Եղբայրներս ծախեցին, ինձի չարախոսեցին, հիմա բանդ են գցել ինձի։ Բա վերջապես ես ինչ պետք է լինի իմ կյանքս։ Այդ բոլոր խնդիրների հետ միևնույն ժամանակ նա հիշում էր Աստված իր հետ է։ Ալելույա։ Այսօր մենք կարող լինենք նման Հովսեփին, գիտենք, եւ մեկ մեր սրտի մեջ այդ աղոթքը կարող է բարձրանալ երկինք Տեր Աստված։ Ես քեզ ծառայում եմ, այս խնդիրները որտուց են գալիս իմ վրա։ Այս խնդիրները որտեղից են աճում Տեր Աստված։ Աստված թույլ է տալիս, բայց ամենակարևորը քո խնդրումը չի եւ իր լուծումը չի։ Ամենակարևորը Տիրոջ ներկայությունն է քո հետ, փառք մեր Տիրոջը։ Եթե նա քո հետ է, ոչ մի բանի վրա ուշադրություն մի դիր։ Նա քեզ միտք կտա ինչպես լուծես քո խնդիրը, նա դուր կբացի ինչպես լուծես քո հարցը, նա մարդ կուղարկի, որը քեզ հետ առաջնորդի քեզ կամ ինչ որ մի միջոց կառաջարկի։ Թող Տերը օրհնի մեզ բոլորիս եղբայրներ քույրեր։ Մի նայի քո մտնելորդին, նայ նրան, որը քո հետ է։ Եվ նա խոսք է տվել։ Հավատում եք նրա խոսքին։ Տերը փառավորվի։ Եվ շարունակելով մենք տեսնում ենք, որ բանդապետը նկատեց Հովսեփի հետ Աստված է։ Եվ ինչ որ նա անում է հաջողություն ունի, եւ իրեն օգնական դրեց։ Եվ Աստված գործում էր Հովսեփի կյանքում։ Բայց կար մի պատճառ, եղբայրներ քույրեր, որը դուր էր բացել Աստծո համար Հովսեփի կյանքում։ Նա իր եղբայրներին արդեն ներել էր։ Եղբայրների արած գործը իհարկե ցավալի էր, բայց Տիրոջ ներկայությունը ավելի կարևոր էր Հովսեփի համար։ Մեր կյանքում լինում են դեպքեր, երբ որ մարդիկ մեզ ցավ են պատճառում, մանավանդ մոտիկ մարդիկ, եղբայրներ քույրեր։ Եվ մենք այդ ցավով կարող ապրենք գիշեր-ցերեկ, անգամ տարիներ շարունակ ապրենք այդ ցավով եւ միշտ մի հարց տանք, ոնց կարողացավ նա այդ բան անել։ Ոնց կարողացավ ինձ մատնել, ոնց եւ ոնց։ Երբ որ մենք գիշեր-ցերեկ այդ հարցը տալիս ենք եղբայրներ քույրեր, եւ այդ ցավով ենք տարված, մենք չենք նկատում Աստծո ներկայությունը մեր մեջ, մեր հետ։
Կարծես թե մեր ցավը ավելի մեծ է, քան Աստված, որը մեր հետ է։ Եկեք այսօր ապաշխարենք։ Ասենք Տերներ ինձ, ների, իմ ցավը ես քեզանից մեծ եմ տեսել։ Իմ խնդրեմը քեզանից մեծ եմ տեսել։ Այս եղբորը քույրիկին կամ այն բարեկամին, որ ինձ ցավ է պատճառել, քեզանից մեծ եմ տեսել։ Ների ինձ Տեր Աստված։ Դու եղի մեծ եւ զորավոր։ Սա գաղտնիքներ եղբայրներ քուրեր, ինչու Հովսեփը Աստծո փառքը տեսավ եւ մարդիկ տեսան Աստծո ներկայությունը։ Դրա համար Աստված ավելի կարեւոր էր, քան ամեն բան։ Մենք իհարկե գիտենք, որ Հովսեփը ծմահ էր գցած այդ բանդի մեջ։ Նա դուրս գալու ոչ մի միջոց չուներ եւ հույսել չներ, որ դուրս գա այդ բանդից։ Բայց դա նույնպես իր համար այդքան կարևոր չէր, քան Տիրոջ ներկայությունը իր հետ։ Տեր օրհնի։ Եվ այդ զորավոր Աստված նրան փառավորեց եւ բերեց Փարավոնի առջև կանգնեցրեց։ Ալելույա։ Այդ նույն Աստվածն է, եղբայրներ քրեր։ Նույն Աստված մեր հետ է։ Ավելի հայտնապես, քան Հովսեփի։ Դա Սուրբ Հոգին մեր մեջ է դրել։ Հովսեփը չուներ այդ օրհնությունը։ Դուք առավել եք Հովսեփից, եղբայրներ քրեր։ Աստված ավելի մոտ է ձեզ այսօր։ Նա ձեր սրտում է բնակվում։ Եվ տեսեք, երբ որ նա կանգնեց Փարավոնի առջև, եւ Փարավոնը նրան հարցեր տվեց իր երազների վերաբերյալ, եւ տեսեք Հովսեփը չի ասում. վերջապես Փարավոն իմ արդարությունը երև առաջ եկավ եւ ես կարող եմ արդարանալ, ուզում եմ փրկվեմ, այդպես բաներ չասեց։ Նա մեծարեց Տիրոջը, որտեվ նա Տիրոջ մեծությունը միշտ տեսել էր, եղբայրներ քուրեր, եւ ասեց ամենակարող Աստված կարող է տալ պատասխան Փարավոնին, ոչ թե ես, ոչ թե իմ հարցերը։ Նա պատրաստ էր էլի վերադառնալ բանդ։ Աստված իր հետ էր, բայց Աստված ուրիշ ծրագիր ուներ, եղբայրներ քուրեր։ Տերը փառավորվի։ Աստված ամեն մեկիս վերաբերյալ ունի գերազանց ծրագիր։ Եվ նա ուզում այդ ծրագիրը իրականացնել, բայց միայն եթե մենք համաձայն ենք դրան։ Բայց եթե մենք տեսնում ենք Տիրոջ մեծությունը մեր կյանքում։ Եվ մյուս հարցը, որը մենք այսօր պիտի պարզաբանենք, եղբայրներ քուրեր, հիշում եք, երբ որ Դավիթը անկեղծ ծառայում էր Սավուղին։ Եկավ մի օր, Սավուղը արդեն թագավոր էր այդ ժամանակ, ամբողջ զորությունը իր ձեռքն էր, բայց եկավ մի օր, երբ նա իր նիզակը գցեց Դավիթի վրա եւ չկարողացավ կպնել։ Եվ այնտեղ գրված է. եւ Սավուղը սկսեց վախենալ Դավիթից, որովհետեւ Աստված իր հետ էր։ Սեք Սավուղը թագավոր, զորքը իրանն է, իրավունքը իրանն է, բայց վախենում է։ Ինչու՞։ Որտեվ տեսավ Դավիթի հետ Աստվածը։ Այսօր մի վախեցեք ոչ մեկից, եղբայրներ քուրեր։ Միայն Աստծուց վախեցեք։ Աստծո ներկայությունը փնտրեք ձեր կյանքում։ Աստծո մեծությունը փառավորեք ձեր կյանքում։ Եվ այն ամենահզոր մարդիկ ձեր շրջապատող կվախենան ձեզանից։ Կասեն, այս մարդու հետ Աստված է։ Իր հետ գործ չունենք։ Թող Տերը փառավորվի։ Հիշում եմ մի անգամ մենք սահման էինք անցնում, գնացքով գնում ենք, պիտի մի քանի երկրների մեջով անցնենք, սպասավոր եղբայրներ են, վերադառնում ենք Բելիխ եղբոր թաղումից, դե այն ժամանակ շատ բարդ ժամանակներ էին, այսպես խառնաշփոթ, եւ սահմանապահները մոտեցան, նայում են, ստուգում են, մեկ էլ տեսան մեջը հայ կա, հայկական անձնագիր է, եւ ասում են լավ փող աշխատելու միջոց է, էլի, այս մարդու հետ մի քիչ բայց երբ որ անձնագիրը տվեցի մեր եղբոր իրան, նա բացել է նայում, ասում եմ մենք սպասավոր եղբայրներ ենք, վերադառնում ենք մեր սպասավոր եղբոր թաղումից։ Այս սահմանապահն լրջացավ, նայեց մեր վրա, փակեց անձնագիրը վերադարձնում է, ասում է Աստծո հետ խնդիր չեմ ուզում ունենալ։ Աստծո հետ խնդիր չեմ ուզում ունենալ։ Տարեք։ Թող Աստված փառավորվի մեր մեջ, եղբայրներ քուրեր։ Երբ որ դու տեսնում ես Աստծուն քո կյանքում մեծ եւ զորավոր, նա այդպես երևում է քո թշնամիների համար։ Բայց երբ որ դու Աստծուն արժեքազուրկ ես անում քո կյանքի մեջ, բայց խնդրեմն ես մեծացնում, քո թշնամուն ես մեծացնում, այն ժամանակ Աստված արդեն
Դրանց աչքին էլ չի երևում ես միայն դու։ Սա գաղտնիք է։ Շարունակում ենք եղբայրներ քուրեր, արդյոք միշտ ենք մենք գիտակցում, որ Աստված մեր հետ է։ Հիշում եք, երբ որ Եղիսեի օրոք քաղաքը շրջապատվել էր։ Սուրիա թագավորը մեծ զորքեր էր ուղարկել։ Այդ բոլոր ամբողջի դեմ Եղիսեը ինչ կարող էր անել։ Ոչ մի բան, եղբայրներ քուրեր, նա ոչնչություն էր, բայց Եղիսեի հետ ով էր Աստված, եւ նա ասեց. Տեր, բացի իմ ծառայի աչքերը, թող նա տեսնի ով է մեր հետ։ Եվ սա խնդիրն է, որ մենք շատ անգամ չենք գիտակցում, որ Աստված մեր հետ է, եղբայրներ քուրեր։ Չենք գիտակցում ինչքան զորքեր է շրջապատել մեզ։ Մենք չենք գիտակցում, որ Աստված արդեն հրաման է տվել հրեշտակներին ձեզ պաշտպանելու։ Բայց մենք վախենում ենք։ Բայց այդ վախի մեջ ենք ապրում։ Թող Տիրոջ անունը փառավորվի, եղբայրներ քուրեր։ Ես հիշում եմ մի անգամ իմ կյանքում sense դեպք եղավ։ Պետք է գնայինք օդանավակայան եւ ճանապարհին ընկանք սարսափելի մեծ պրոբկայի մեջ, մի 10 կիլոմետր երևի, եւ պարզա հազիվ հասցրեցինք, բայց 5 րոպե ուշացել ենք ռեգիստրացիայից։ Եվ մոտեցանք, ես էլ պիտի թռնեի Մոսկվա, Մոսկվից Գերմանիա, այնց բարդ ռեյս էր։ Ասում եմ, դե ներող կլնեք, ձեր ռեգիստրացիան ավարտվել է։ Իմ նման էլի մարդիկ կային, որոնք այդ պրոբկայի մեջ ուշացել էին։ Եվ եղբայրներ քուրեր, ես մեկնեցի տարբեր մարդկանց, ղեկավարների, начальникների, ռեյսի պատասխանատուին, բոլորին մեկնեցի։ Բոլորը ասացին, ոչ մի բան հնարավոր չի անել։ Իսկ այդ էլ շատ բարդ ժամանակ էր, օգոստոս ամիսն էր, Կրասնոդարում բազում հյուրեր կային, բազում, ասենք, տուրիստներ կային, մեր օդանավակայանը լրիվ լցված էր ժողովրդով։ Դե պարզը, որ իմ տոմս ուրիշին ծախել են արդեն։ Ցանկացողներ շատ կային։ Եվ սենց անհույս կանգնած, մեկ էլ շատ նուրբ, սուրբ հոգու վկայությունը սրտից մեզ զգացի, շատ նուրբ։ Երբ որ սուրբ հոգին վկայում, այնքան նուրբ է վկայում, որ ոչ մի բանի համեմատելի չի, եղբայրներ քուրեր։ Մարդը այդպես չի կարող։ Եվ նա շատ մեղմորեն սենց վկայություն տվեց. Դու մեկնեցիր բոլորին բացի ինձանից։ Որտեղ որ կանգնած էի, իմ կողքը ժողովրդի ամբողջ էր, հենց այդտեղ էլ աղոթք արեցի։ Ասի Տեր Աստված, ապաշխարում եմ, խնդրում եմ ներ ինձ։ Իմ խնդիրը քեզ հայտնի է, ողորմա ինձ։ Այդ աղոթքը վերջացրեցի եւ միանգամից միտք։ Լավ, աղոթեցիր, հավատում ես, բայց այս ամբողջի մեջ ով է քեզ գտնելու, դու ում ես գտնելու այս ամբողջի մեջ։ Մեկ էլ տեսնեմ այդ ռեսի պատասխանատուն, այդ ամբողջի միջից գալիս հողի վրես։ Գլուխը կախած։ Մոտեցի իրան, ասի, խնդրում եմ, իմ խնդիրը լուծի։ Սենց ոչ մի կարծես թե մեկ իրան հրաման էր տվել։ Ոչ մի ավելնորդ բառ չխոսած, գլուխը կախասում, անձնագիրը տուր։ Անձնագիրը տուր։ Եվ Տերը օրհնեց, ամեն բան դասավորվեց, Փառք Հիսուսին տեղին ամեն բան եղավ։ Ինչ եմ ուզում ասել, եղբայրներ քուրեր, Աստված մեր հետ միշտ է։ Բայց կարևոր որ մենք դա գիտակցենք ամեն անգամ։ Եվ ասենք Տեր, դու իմ հետ ես։ Միևնույնն է դու իմ հետ ես։ Թող նրա անունը փառավորվի։ Բայց կան վիճակներ, եղբայրներ, երբ որ Աստված մեր հետ է, բայց մենք իր օգնությունը չենք զգում։ Այդպես լինում է։ Նա երբեք քեզ չի թողնում, բայց կան ընթացք, երբ որ Աստված չի օգնում մարդուն, աղոթքին չի պատասխանում, չի պաշտպանում։ Դրա մասին գրված է Սուրբ գրքի մեջ Երեմիա մարգարեն, տեսեք ինչ է փոխանցում մեզ բոլորիս 14 գլուխ, Երեմիայի 14, 8-9 համարները, եւ կարդում ենք. Եվ հիմա ով Տեր, դու ես մեր հայրը, մենք կավն ենք, դու մեր հայրն ես, բայց մենք կավ ենք, ողորմամ ես։ Եվ տեսեք կարդում ենք նույնպես. ով Իսրայելի հույս, նրա փրկիչ, նեղության ժամանակը։ Տեսեք գերազանց խոստովանությունը։ Ինչու ես հյուրի պես դարձել երկրումը։ Ումի ճանապարհորդի պես
որ մտել է օթելու։ Ինչու ես հիացած մարդու պես դարձել։ Մի զորավորի պես, որ կարող չէ օգնել։ Նա ժողովրդի մեջ է, բայց հյուրի պես է պահում իրան։ Նա զորավոր է, բայց չի օգնում։ Եվ Երեմիան հարց է տալիս. Ինչու ես այդպես, դու Իսրայելի հույսն ես։ Եղբայրներ, քույրեր, սրա պատճառը եւ գաղտնիքը սրանում է։ Եթե մենք Տիրոջը ուզում ենք տեսնել ընդամենը որպես հույր մեր սրտում եւ մեր տան մեջ, նա որպես հույր էլ կպահի իրան։ Նա նույն զորավոր Աստվածը, բայց չի օգնի։ Նա նույն փրկիչն է, բայց չի փրկի։ Դա նույն օրհնյալ Աստվածն է, բայց չի օրհնի։ Ինչու՞։ Որտեւ նա իմ համար ընդամենը հույր է։ Ինչով է հույրը տարբերվում Տիրոջից։ Հույրը երբ որ գալիս է, նա խելոք նստում այնտեղ, որտեղ իրան ցույց են տալիս։ Մենք իրան կարող ենք հյուրասիրել, իրան ուրախանալ, բայց իրան թույլ չենք տալիս խառնվել մեր տան ոչ մի հարցին, այդպես է թե ոչ։ Եթե մենք այդպես պիտի ընդունենք Հիսուսին, որպես հույր, մենք ուրախանում ենք իրանով, մենք ուրախանում ենք իր օրհնությանը, մենք ասում ենք, ինչ լավ է Հիսուս մեր տուն ես եկել, բայց ասում ենք, մեր ոչ մի հարցին չխառնվես։ Ես իմ եսը պետք է առաջ տանեմ, իմ հարցերը ես եմ լուծում, իմ փառքը պետք է հաստատեմ, իմ խոսքը առաջինը պետք է լինի, չէ՞։ Ում հետ թշնամություն ենք անում, շարունակում ենք թշնամություն անել, ում հետ կռվում ենք, շարունակում ենք կռվել, ում հետ ասենք ունենք խնդիրներ, շարունակում ենք այդ խնդիրները առաջ տալ եւ խոնարհություն չունենք ապաշխարելու, խաղաղվելու խոնարհություն չունենք։ Ինչպես կզգանք մենք, եթե մեկի տուն գանք, նա ուրախանա, որ մենք եկել ենք իր տուն, լավ բաներ դնի սեղանին, մեկ էլ մի 10 րոպե հետո հեռախոսը վերցնի, մեկ էլ կռվի, բարձրաձայն։ Ոնց կզգանք մենք եղբայրներ քուրեր։ Մեկ էլ դուրը բացի եւ բղավի երեխեքի վրա, բղավի կնոջ վրա, մի հատ կռիվ ստեղծի տան մեջ, հետո գասի հուր ջան, կեր, խմի ուրախացի։ Կուրախանանք այնտեղ եղբայրներ քուրեր։ Բայց ինչպես ենք կարծում մենք Հիսուս ներկայությունը մեր կյանքում, երբ որ մենք ընդունակ ենք այդ ամեն չար բաները անելու եւ չենք ուզում երբեք ապաշխարենք, չենք ուզում փոխվել։ Եվ Հիսուսը որպես հույր է զգում մեր կյանքում եւ նա ուժ չունի մեզ փրկելու, զորություն չունի մեզ օրհնելու։ Եվ սա է պատճառը, որ շատ հոգևորներ այսօր եղբայրներ քուրեր ապրում են ծանր հոգևոր կյանքով։ Իրանց համար հոգևորությունը մի հատ ճահիճ է ստեղծվել։ Նրանք միշտ ասում են, ինչ ծանր է հոգևոր կյանքը, ինչ դժվար է հոգևոր կյանքը։ Այն աշխարհում ամեն բան հեշտ է ինքլուծում։ Դժվար է նրա պատճառով, որ Աստված քեզ չի օգնում։ Նա քո հետ է, բայց չի օգնում։ Նա քո սրտում է, բայց զորություն չի հայտնում քո կյանքիդ մեջ։ Եվ հոգևորությունը դառնում է մի հատ ծանրություն մարդու համար։ Եղբայրներ քուրեր, պատրաստ ենք այսօր ապաշխարելու։ Հիսուսը շարունակի հույր լինել մեր կյանքում, թե որպես Տեր ու Տիրական։ Տեր ու Տիրական։ Այս գաղտնիքը իրականացավ Պողոս առաքյալի կյանքում, ասում է, այժմ ապրում եմ ոչ թե ես, այլ Քրիստոսը, որի մեջ է։ Ալելույա։ Եվ նա հաղթեց ազգեր, եկեղեցի կառուցեց, թղթեր թողեց, հայտնություն ստացավ, եւ այդ հայտնությունով այսօր մենք ապրում ենք եղբայրներ քուրեր։ Գարթում ենք Պողոս առաքյալի թղթերը այնպես, ինչպես կարծես թե երեք անագրի այդ թղթերը, եւ չենք ասում հնացածա, 5 խոսքեր ա գրված։ Թող Աստծո փառք իջնի այսօր մեր բոլորիս վրա։ Հիսուսը մեր տան, մեր սրտի եւ մեր կյանքի Տերն ու Տիրակալն է։ Ամեն եղբայրներ քուրեր։ Թող նա փառավորվի եւ վերջացնում եմ այս խոսքը նույն Հիսուսի խոսքերով. ահա ես ձեր հետ եմ մինչև վերջը։ Ամեն օր թե տարին մի անգամ։ Ամեն օր Տերը փառավորվի։